Գալստյան Սերգո, նահատակված Լևոն Գալստյանի, սերժանտ Լևոն Գալստյանի հորեղբայրն եմ։ 6 տարի շարունակ ծնողները հավաքվում են, իրենց պահանջներն են ներկայացնում, փաստացի ըստ էության 6 տարվա ընթացքում շատերը հասկացել են, որ խաբված են եւ կրկին անգամ եկել են իրենց կոնկրետ հարցերի պատասխանը ստանան։ Լավ, ի վերջո, ինչ ակնկալիք ունեն այսօր ծնողները, որ հավաքվել են այստեղ եւ իրենց կոնկրետ հարցադրումների պատասխաններն են փորձում գտնել։ Ես են ձևակերպեմ, մեր պահանջը արդար է։ Մենք ուզում ենք տվյալ իշխանության, քննից հանձնաժողովը իրանց ձեռնա, չէ, իշխանությունն է։ Այսօրվա Հայաստանի 20-26 թիվը եղող իշխանությունն է, չէ, ասենք այդ քննից հանձնաժողովը արել։ Ասենք վատն է, որ շատ մարդիկ կան, որ ասենք մեզ մենակ պատկերացնում են, ասենք փողոցի պայքարի ու ասենք պահանջատերի, բայց այդ մարդիկ մինչև այդ չեն մի անգամ եկել Արցախ, որ տենան տվյալ ծնողները ինչով են զբաղվել, չէ, Արցախում։ Միշտ այսինքն sense խաղաղ բնական պայմաններում ոչ մեկ չի կարող ասի, այսօր մեզ սահմանի կանգնած զինվորի կարգավիճակը, որովհետև մենք ապրում ենք խաղաղ մթնոլորտում մայրաքաղաքում։ Այդ պատճառով, քանի որ մենք գտնվել ենք Արցախում, մեր համար ավելի ռեալ ու պարզ է, մենք ուզում ենք խաբված չզգանք, ոչ թե միայն մենք, նաև այս բոլոր ազգը, հանրությունը թող հասկանա իրականում ինչ է կատարվում։ Այսօր մեծամասնությունը կազմում է ԿՊ, ճիշտ է, ազգային ժողովում, ասենք եթե մի հատ հարցի քննարկում լինի, ինչքան մենք ճիշտ լինենք, կարա մեր ճիշտը իրանց կողմից սխալ ներկայացվի ու ընդհանուրով այդ ամեն ինչը հերքում ստանա։ Մենք դրա համար ենք հանրությանը դիմել, որպեսզի հասկանանք տվյալ պատերազմի, տվյալ մեր հայրենակիցների 120,000 հայերի բնավել լինելու պատճառը որն է, մեր զինվորների բավականին անհայտ կորածներ կան, զոհվածներ կան, տղաներ կան նաև ովքեր կռվել են, ովքեր մինչև իրանց արյան վերջի կաթիլը դիրք են պահել եւ մի գրիչի հարվածով թողել իջել են։ Քարվաճառը ինչն է գրավե թշնամին, արեք անկեղծ լինենք, էլի, ու հանրությունը թող լսի, ով ինչ կոմենտ ուզում է թող գրի։ Այդ գրող կոմենտ գրողը թուրք է, թրքածին է, իր գենետիկայի մեջ կա թուրքի արունը։ Այս իշխանությունը, երբ որ եկավ իշխանության, ճակերտավոր հեղափոխության լինելու արդյունքում մենք իրանց տվել էր այս հասարակությունը բավականին հայրենիք ու հողակտորներ, եկեղեցիներ, դպրոցներ, թե որ հիմի նոր դպրոց է կառուցում։ Արցախում բավականին երկար ժամանակ եղել են թե եկեղեցիները, թե դպրոցները, թե սպորտային կենտրոնները։ Ինչի համար եմ այս ամեն ինչը ասում, որ հանրությունը հասկանա իրանք ինչ վերցրին ու այսօրվա օրով ինչ են թողում մեր հետագա սերունդներին, մեր ապագային, որ իրանք ասում են ապագա կա, իրանց նկատառումներով թող իրանք նայեն 18 թվին ինչքան էր Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այսօր գազարագույն բան են ցույց տալի, հա, այդ է հիմա այսօրվա մենք բնակվում ենք այդ տարածքում։ Ես սիրում եմ իմ հայրենիքը։ Ինչքան մեզ դատական process-ներով ինձ ու Արսենին ուզենան թե հոգեբանական, թե ֆինանսական, թե ժամանակային։ Մենք արդեն սս կարճ ասեմ մեռած մարդիկ ենք, այս ամեն ինչի միջով անցնելով, բայց չէ որ մենք սերունդ պետք է տանք։ Մենք մեր թորներին բան պետք է բացատրենք, ինչ պետք է ասենք, ինչին ենք պայքարել, պրոստը պայքարել ենք, որ ասենք մի կտոր հաց առնենք, տանենք, ուտենք, ապրենք։ Ես ձեզ ասեմ 18 թվականին որտեղ էր գտնվում Ադրբեջանի զորքը։ Արցախի դարպասներից են կողմ, ճիշտ է։ Արեք ռեալ նայենք, ամեն ինչին իրական նայենք։ Ասենք մեղադրումը այն հարցով, որ ասենք թե լափել են, գողացել են, հիմա ինքն էլ է, չէ՞ արդեն նախնիներին վերաբերվում։ Նախկիններ ու ներկաներ, չէ՞։ Հայ ազգ ասենք քանի դար ապրում է ու արարում է։ Հայ ազգը արարող է։ Այդ կան նահատակ տղաներ կան Եռաբելուրում։ Ասենք մեր երեխեքին ինչ բացատրենք։ Թակարտի համար, հա, Արցախյան շարժումը թակարդ, հա, ոնց եղավ թակարդ։ Դե ասենք եթե հայ ազգը պետքա որոշի, որ թուրքը նստի իր վզին չորշ ասի, ուրեմն ինքը համակերպվում է, որ միշտ լծի տակ լինի։ Բայց ով որ ունի արժանապատվություն, ով որ քրիստոնյա է, Աստված էլ ասում քո տարածքները կմեծացնեմ, չի ասում կփոքրացնեմ։ Եթե քրիստոնյա ենք, ասենք ռեալ պետքա կարդանք ու գիտակից ձևի հասկանանք Աստվածաշունչը ինչ ասում։ Աստվածաշունչը չի ասում, ասում է սխալին դու մի գնա ընդառաջ, այ դու հերքի։ Եթե դու կարում ես հերքես սխալը, հերքի։ Ես դրա համար եմ ասում, ես քրիստոնյա լինելով, ամեն ինչի միջով անցնելով, ասենք ցավը մերն է։ Ես չեմ ուզում որ ոչ մի հայի դուրը այս ամեն ինչը ծեծի կամ մտնի իր տուն։ Ինչով է սպառնում։ Ասենք ինչ ասել է, ասենք նույն մեր արցախցի այդ աղջկան, հերոսացինի աղջկան, որ մետրոյում վարքաբեկում է, ասենք տղամարդկին հարաբերության սուբարդինացիան չի պահում ու դրանից հետո ասենք խոսքի ասում է ես մի քանի ժամ հետո հերքում ասում է, ես տես բան չեմ ասել փախացներ։ Հետո ասենք տեսեք ասեմ, գերիները ներողություն կգան, ասենք կարար լիներ այս ամենը առանց զոհերի,
ասենք ու այս ժողովուրդը ընդունում է դա, դա արդեն իրանց կամքն է, ով ընդունում է թող ընդունի, օրինակ ես չեմ ընդունում, ես իմ արածի, իմ ասացի պատասխանը ես եմ տալիս, իսկ ինքն է թող իր ասացի պատասխանը տա, երկրի գլխի նստող, չգիտեմ ով է, էլի, չեմ ուզում ավելնորդ բառերով ասեմ, որովհետև այնքան ենք ասել ու այնքան անիմաստ կոմենտներ են գրել, որ ասենք չես ուզում, այդ կոմենտ գրողների պապան, ասենք այսօր ուզում է քանդի երկիրը սպառնում է պատերազմով, ինչ հայ ազգը երբ է պատերազմ, միշտ է հայ ազգը պատերազմով անցել է, ասենք այնպես չի, որ մենք նորաթուխ ազգ ենք, նոր են հայերը, ու ասենք ինչ որ պատերազմի ամեն ինչի միջով անցել է այս ազգը, ոչ մեկ չի ուզում պատերազմ, բայց յուրաքանչյուր հայ պետք է թե հանրապետությունում, թե հանրապետությունից դուրս ապրի արժանապատիվ գլոխը բարձր, ոչ թե հպարտ, այլ գլոխը բարձր, որ ինքը իմանա իր նախտիների դրածը։ Մենք չպահեցինք, մենք ինչ ունենք չպահեցինք, կորցրեցինք, հետո սկսեցին գնահատել։ Իմ այսօրվա ակցիան դրա համար է, որ մենք իմ արմատները մշից է։ Ասենք ես միշտ ինձ հուզել է այդ հարցը, էլի ոնց եղավ որ այսքան Անդրանիկի 37 քաջերով էր գնում, բա մնացած հայեր ուր էին։ Այն ժամանակ է միշտ պարակտում է եղել է ու հետո մի բան էլ ասեմ, թո մենակ հային չվերագրեն դավաճանությունը։ Բոլորս էլ տենում ենք տարբեր տեղեր պատերազմա, Պարսկաստանում է, Ռուսաստանում, ասենք նույն ընդեղ կան փախածներ, ընդեղ կան կռվողներ։ Բայց չի կարելի ասենք որակավորել հենց հային միանգամից դավաճանի պիտակ կպցնել։ Դուք եք ասում դասալիքներ։ Մեկ ասում եք Արցախյան շարժումը թակարդ, հա, հետո այդ նույն մարդիկ ովքեր գնացել են իրանց կյանքն են ներդրես հայրենիքի համար, ասենք այդ մարդկանց վարկաբեկում եք։ Դրանից հետո նույն ձևի ասենք այդ ձեր թակարդը կոչված ճակերտավոր դասալիք են, որ ձեր թակարդը չեն ընկե, չեն զոհվե։ Հիմա ասենք նույն պահով, ասենք ես էլ եմ եղել պատերազմի ժամանակ, ես էլ կարա զոհված լինեի, ասենք նույն Նիկոլ Փաշինյանը, ասենք կարար մետրոյում իմ աղջկա հետ, ասենք զրույցի բռնվեր։ Բնականաբար երկնքից քիչնեք թքեի բենի մեջ, նորից էլի կհամբարձվի, ասենց ասեմ։ Իրանց սուտը Գասպարյան չէ, Գալստյան, ուղղակի իրանց ստով կարացել են ժողովրդին պարակտել։ Պարոն Գալստյան, ես հիշում եմ ձեր եղբայրը Եռաբլուրում միջադեպ տեղ ունեցավ, այն ժամանակվա նախկին ՔՊԱ-կան պատգամավորներ, Հովիկ Աղազարյանը, երբ որ ՔՊԱ-կան էին դեռ այն ժամանակ, գնացել էին Եռաբլուր եւ ըստ էության ծնողները այդ էմոցիոնալ ֆոնի վրա, որ որևէ մեկին թույլ չէին տալիս մոտենալ իրենց երեխաների շինություններին, միջադեպ տեղ ունեցավ, այդ գործը ինչ փուլում է գտնվում։ Սառեցված վիճակում է այդ գործը, ասենք, հա, բայց ասենք հետաքրքիր է նա, որ ասենք նույն ասենք Հովիկ Աղազարյանը իրանց այդ ՔՊԱ-կան խունտայով իրանց պահեն է, որ ասենք իրանք ուղղորդվում են ինչ-որ մի հատ տեղից, կլինի դա Նիկոլ Փաշինյանը, թե չգիտեմ ով, թե Սատանան, ասենք նույն հաջողությունով, ասենք իրանք որակավորում են այն ծնողներին, ովքեր համ պատերազմին են իրանց երեխուց 3 կիլոմետր հեռու եղել ու դրանից հետո պայքարել են, որ այդ ամեն ինչը այդ որոնողականը կատարվի, այդ մարմինները տարհանվի, անկեղծ եմ ասում։ Դուք էլ կարող եք դիմել Արցախի MÇՍ-ի տղաներին, ասեք, եթե չլիներ ծնողներն ու Արցախի MÇՍ-ի տղաները, այսօր անհետ կորածների թիվը 1000-ի կհասներ։ Ես ձեզ անկեղծ եմ ասում։ Ես ինչի համար եմ Անդրանիկ Քոչարյանին ասում ջունգլի անդո, որովհետև ասենք ես Արցախում նույն որոնողական աշխատանքների մեջ եմ, հետո դե գալիս ես հելմես ուզես մի քիչ թուլանաս այդ քո տեսածից հետո ու դու նայում ես ինքը պաշտպանության նախարարության դեմ ասում անդե ջունգլիներ, անդե ծնողներ չեն կարա մտնեն ու ասենք ես ոնց չորակավորեմ իրան ջունգլի անդո, անդե ջունգլի չի։ Դա մեր հայրենիքն է, կապ չունի ասենք, որ հիմա թուրքն անդե աչու ձախանում, բայց բնականաբար չի բնակեցվում այդ ամեն ինչ, ասենք ինչքան է ուզենան այնտեղ ինչ որ էֆիրներ ցույց տան, ով մենք հայ ենք, գիտակցում ենք։ Երբ որ Արցախը գրավեց, կոչով մեր հայրը բոլորը գնացին այնտեղ տեղաբնակվելու, ճիշտ է։ Ասենք իմ նվայորնի լուսահոգի հորեղբայրն էլ ասենք նույն Լաչինում բնակվել, արարել, ամեն ինչը արել դրել իր ընտանիքը, ասենք պատերազմի ժամանակ, ասենք որ մենք թեկուզ մի քանի օր ուզում ենք հանգիստ առնենք, գնում ենք Լաչին, հետո նորից բարձրանում ենք դիրքեր։ Ուղղակի շատ բաներ կա, որ չենք սիրում, ասենք ֆոտոներով հրապարակենք, մեկը իրանց այդ fake comment-ները ինչ comment ուզում են գրեն։ Իրականությունը դա է, որ ասենք ունեցել ենք մեծ հայրենիք, այսօր աստիճանաբար փոքրացնում ենք։ Սև լիճը Ադրբեջանի տարածք է, որ հիմա ճշնամին նստած է։ Թենդե ձունա հա հələ ձունը չի հալը, ճիշտ է, մոռացել եմ։ Հələ ձունը հալի տեսնեք ինչ կլինի։ Մինչև ամսի 7-ը կհալվի ձունը, իմ կարծիքով։ Պարոն Գալստյան, այսօրվա ակցիան կունենա սպասելիքներ, ակնկալիքներ ունեք, կունենա իր արդյունքը։ Ի վերջո 6 տարի շարունակ ոչ մի հարցի լուծում չի տրվել։ Այսօրվա ակցիան ինչ որ նպատակի կհասնեք թե ոչ։ Դե հենց մեր ակցիայի իմաստը դա է, որ ասենք պահանջատեր ծնողները կարողանան ի ցույց իրանց լսարանին իրանց ուղեղներին հասցնեն, որ ասենք ձեր որոշած ՔՊ-ի որոշած արխիվացումը հիմք չի։
Ուրեմն չկա փաստաթղթեր, ուրեմն մեղավորներն իրենք են, դրա համար չեն հրապարակում։ Եթե ես մի հարցում մեղավոր եմ, ես այդ հարցը շրջանցում եմ, ճիշտ է, ես չեմ գա ձեզ ասեմ, գիտեք, ես հարցում մեղավոր եմ, արեք էսի մի նկարեք։ Ուղիղ եթերում խոսում եմ, եթե ինչ-որ մի հատ կիքսերել եմ տալի, դե անմիջապես գնում է ուղիղ եթեր։ Դրա համար որոշվել է մի հատ ձևաչափ արխիվացնենք, որ ասենք իրանց բացերը չերևա։ Հասարակ մի բացը, որ Արծրունը ասում էր, առաջ են գնում ու հաղթում ենք։ Ճիշտ է, մենք հաղթում ենք, բայց զինվորի մեջքին խփեցին, որովհետև պետությունը արդեն քանդել էին, որովհետև պետությունը արդեն ծախված էր։ Ես հիմնավոր ասում եմ, ծախված էր, եթե պետությունը ծախված չէր, ո՞նց եղավ, ասենք գրիչի հարվածով տվսվավ քարվաճառը, ի՞նչն է գրավ է թշնամին։ Ջաբրայլից այնքան որ ոտով եկել է, տենց Շուշին նստեց ու վсё, հա։ Թող բոլոր հայերը գիտակցեն, ինչ է գրավ է թշնամին պատերազմով։ Քարվաճառից մի փոքր հատված կարացել է գրավի։ Իսկ այսօր մեր զինվորականները ինչ հոգեբանական վիճակի մեջ են։ Ինչ է իրանց հետ կատարվում։ Իրանք զոհեր են տեսել, իրանք ռմբակոծություն են տեսել, իրանք նահանջ են տեսել, նորից առաջ են գնացել, չէ՞։ Այդ նույն զինվորներին ողջունում եմ մեր բոլոր կռված տղաներին, բոլոր վիրավոր տղաներին։ Այս մենակ անհետ կորածների ու զոհվածների ծնողին չի վերաբերվում։ Նույն այդ տղաներն է կարան միանան, իրանց հարցը տան, ասեն մենք արիաբար պահել ենք մեր դիրքերը։ Խոսքս այն մարդկանց մասին է, ովքեր մինչև վերջ պայքարել են։ Ու ասենք շատ տղաներ կան, ովքեր ճնշված են, հոգեբանորեն ճնշված են։ Ինչի համար զոհվեցին իրաց կողակից ընկերները, ինչի համար պահեցին դիրք, ինչքան վիրավորներ ունենք։ Ում ինչ հարցով են առաջադիմում, այս իշխանությունը իմա ինչ անում։ Ասենք գնաց Արցախ, ասեց Արցախը Հայաստանն է եւ վերջ, չիմի հերքում է։ Ինչը ասում են, դա հերքում են։ Ասենք հարցա տալի պաուզայով, ասում են ինչու ենք մենք քրիստոնյա ու պաուզա է տալի, ուզում ասի խի մուսուլման չենք։ Ասենք ինչ ագիտացիաներ եք ուզում անեք, էլի այս ազգին խեք ուզում թմրացնեք, տեղով թմրած է այս ազգը, էլի։ Հերիքա, պետք չի պարակտում։ Ու ես էլ եմ ասում, ես բոլորի կողմնորոշման հետ համաձայն եմ, ով ուզում է ՔՊ-ին ընտրի, ով ում ուզում է թող ընտրի, ամեն մեկը իր կարծիքն ունի։ Դեմ ընտրությունները աստվածատու բոլորն գնան ընտրեն ում ուզում են, բայց անտարբեր չլինեն իրանց երեխաների ապագայի համար, իրանց որոշումը թող իրան կայացնեն։ Ես ոչ մեկի քարոզը ստեղ չեմ տանում։ Ես ուզում եմ, որ մեր հանրապետությունը լինի ուժեղ, լինի հզոր, լինի համախմբված։ Երբ հայը սկսեց հային սիրել, այն ժամանակ թշնամին ծնկի կգա, հիշեք։ Երբ հայը հային սկսեց սիրել ու հարգել։ Ոնց էլ է թող արդար ոչ թե քնցնեն տարիներ անցնի նոր հմի ուզենան սարցնեն այս գործը հավիճու չէր տվինք տարան սպանեցին արդարություն ենք պահանջում 6 տարի շարունակ արդարություն եք պահանջում ձեր հարցերի պատասխանը 6 տարվա ընթացքում ըստ էության չեք ստացել լավ ումից եք դուք խաբվել ինչ ակնկալիքներ ունեք Նիկոլ Փաշինյանի իշխանությունից ես տեղ ղեկավար չեմ տենա տեղ ղեկավար չկա նորմալ ղեկավար է պետք է երկրին Բազգենյա որպես պետություն քո երեխեն կորել, անդե քեզի մեկ եկե ինչ որ աջակցել է, թեկուզ մտե որոնողական դուս ես եկել։ Մեկը ասել է դու անհետ կորացի ծնող ես, արի ես մի բաժակ ջուրը, կռանթի ջուր, ես չեմ ասում, ինչ որ չասեն շահադիտականն են նայում, զուտ հոգեբանորեն եկե նստե ասել են ուժեղ եղեք ամեն ինչ ուրիշ ձև առնելով։ Այո, մասնակցել ես համ պատերազմում եմ մասնակցել, համ օրինողական եմ եղել, ամեն ինչն եմ մասնակցել եմ, ամեն ինչն եմ տեսել եմ։ Ինչ եք գտել ձեր որդուն Չէ, հողարկավորել եմ ես իմ որդուն, երկու տղես էին ծառայում, մեկը զոհվավ։ Ինչին ձեր պահանջը նույն է քննիչ հանձնաժողովի եզրակացությունը հրապարակեն եւ իմանան իրական մեղավորներն ովքեր են եւ կանչել պատասխան։ Այո։ Ձեզ ինչու են թաքցնում, եթե այսքան քննեցին։ Ինչ կա յանց տակն է, դրա համար։